Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Այս գիշեր նույնպես կրակոցներ են լսվել Սյունիքի սահմանամերձ խնածախում։ Լինում են, ասենք, մի քանի վայրկյան ու դադար են տալի, նորից ասենք տարբեր ժամերի։ Այս ֆոնին խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Կառավարությունից արձագանքել են արցախցիների 12 պահանջներին մերժումով, բնակվարձի աջակցման ծրագիրը չի վերականգնվի, արցախցիները ակցիաները կշարունակեն։ Իրենց նպատակն է, որ արցախցին Հայաստանում չապրի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարական բանկը մի քանի $100 միլիոն վարկ կտա զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը։ Ազատության հետաքննությունը։ Գյումրիի նորընտիր իրավականու առաջին նիստը ապրիլի 16-ին է, հենց այդ օրը պետք է քաղաքապետ ընտրվի, ընդդիմադիրների աջակցությունը ստացած Վարդան Ղուկասյանն անակնկալներ չի սպասում։ Կառավարությունը ցանկանում է խստացնել ծառայությունից կամ վարժական հավաքներից խուսափողների համար նախատեսված պատիժը, իրավապաշտպանները հորդորում են երևույթի պատճառները վերացնել։ Ռուսաստանը 3 հարվածել է Կրիվոյ Ռոգին։ Նախագահ Զելենսկիի հայրենի քաղաքի վրա հարձակումը խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկն է, զոհերի թվում երեխաներ կան։ Շաբաթներ շարունակ Սյունիքի սահմանամերձ խնածախ և Խոզնավար գյուղերում ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են լսվում։ Օրեր առաջ կրակոցները նաև վնասել էին խնածախ գյուղի տներից մեկի պատուհանները։ Այսօր քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, որ հենց այդ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գիշեր նույնպես կրակոցներ են հնչել, Ազատությունը խոսել է խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի հետ։ Պարոն Միրզոյան, այդ կրակոցների հետ կապված էի մի փոքր ուզում տեղեկություն տայիք։ Այսօր փաստորեն գիշերը էլի խնածախում կրակոցներ են հնչել ադրբեջանցիների կողմից։ Լսվել են, այո, իհարկե։ Ժամը քանիսի սահմաններում։ Ժամը 10:21-ից սկսված, փոփոխական ժամեր է, տենց հստակ չեմ կարող պատասխանել ժամերին։ Մինչև առավոտվա 4:38։ Այսինքն այդպես ամբողջ գիշեր եւ լուսադեմ։ Չէ, որ ասես տենց ինտենսիվ լինում են, ասենք, մի քանի վայրկյան ու դադար են տալի, նորից ասենք տարբեր ժամերի, չեմ ասի, որ ասենք ամեն մի վայրկյան տենց կրակվում։ Նաեւ կարամ ասեմ, որ հերվից ավելի այդ մոտի դիքերից նման բաներ չեն եղել։ Նախորդ օրերին ավելի ինտենսիվ է եղել փաստորեն։ Իսկ գյուղում ինչպես են արձագանքում այդ ամենին, ինչ եք մտածում ընդհանրապես։ Ժողովուրդը, որ ասեմ, այս բանը կարող է չպատկերացնել, ամեն մեկը իր գործերով, իր այս գարանային աշխատանքներով զբաղված, ընդհանրապես մի քիչ մտահոգություն է կրակոցների վերաբերյալ, իսկ ինչ նշանակում է ժողովրդին իրանց անշնոր պահվածքով փորձեն վախցնել, նման բան չի կարող լինի։ Ուղղակի մտահոգություն է, երեխաների շրջանում է մի քիչ ասենք տենց խնդիրները, մնացածը նորմալ է։ Իսկ դուք ինչով եք դա բացատրում, այսինքն ինչու այս վերջին շրջանում այդպես ակտիվացան իրենք, սկսեցին այդ կրակոցները երեկոյան ժամից մինչև։ Պատասխանը ես չեմ կարող տամ, այդ հարցի պատասխանը կարող ստանաք պաշտպանության նախարարությունից, որովհետև տեղեկացված չեմ կարող հարցին պատասխանել։ Մենք նենց էլ չէ, որ մենք էլ ենք քննարկում, փորձում հասկանալ, բայց դա էդի մեր գործը չի։ Իսկ պատասխան մեր զինծառայողները պատասխան կրակ բացում են, լսում են մերոնց կրակ։ Ապես մեր տղաները փորձում են դեպի խաղաղություն, մեր կողմից ընդհանրապես կրակոցներ չկա։ Միայն նրանք են կրակում։ Միանշանակ իրանք։ Մերոնք էլ չեն պատասխանում։ Ոչ մի կերպ, ոչ։ Սահմանին չդադարող ադրբեջանական կրակոցներին զուգահեռ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, քննարկելով ադրբեջանահայկական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ քննարկվել են վերջին օրերին մեջբերում եմ ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդագործությունները եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու փորձերը։ Պաշտոնական Երևանը նախորդ շաբաթների ընթացքում բազմիցս հերքել է Բաքվի այս և մյուս մեղադրանքները։ Աճող լարվածության ֆոնին 3 Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը Բաքվում հայտարարել էր, որ նախագահ Թրամփը
անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ որ խաղաղությունը անվտանգություն եւ բարգավաճում կբերի Հարավային Կովկասին։ Ինչու այսօրինակ հայտարարությունները Բաքվի վրա որևէ ազդեցություն չեն ունենում։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշում է, որ իրականում միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից իրական ճնշում չկա Բաքվի վրա, որպեսզի վերջինս իսկապես գնա խաղաղության եւ հրաժարվի իր նախապայմաններից։ Ալիևը իհարկե շատ լավ հասկանում է, որ այդ հայտարարությունները հիմնականում դիվանագիտական հայտարարություններ են, բայց դրանց ներքո իրական քաղաքական վիճակը բավականին բարդ է, բավական բազմաշերտ եւ հիմա մասնավորապես Դոնալդ Թրամփի համար հայ-ադրբեջանական հարցը եւ խաղաղության պայմանագիրը հաստատապես առաջին հետաքրքրությունների շարքում չէ եւ այս տեսանկյունից իհարկե Ադրբեջանը շատ լավ պատկերացնելով այդ հանգամանքները հայտարարություններից անդին շարունակում է կիրառել այդ գործիքը առնվազն հոգեբանական ճնշում բանեցնելու համար, նաև որոշակիորեն շանտաժ որպես գործադրելու համար եւ իհարկե այդ հանգամանքները Ադրբեջանը օգտագործում է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև կարծում եմ Կովկասով հետաքրքրված աշխարհաքաղաքական խաղացողների հետ իր տարբեր բնույթի հարաբերություններում որպես խաղաքարտ։ Ես կարծում եմ սրանով է պայմանավորված այդ հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է այդ ապատեղեկատվությունը իբրև թե հրադադարի խախտման համար եւ ինքը իր հերթին ինչ-որ կրակոցներ արձակում։ Բաքվի ռազմական դատարանում 3 հարցաքննվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներից գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով դաշնակցական պատգամավոր Գեգամ Մանուկյանի եղբայրն է։ Միջազգային կառույցների եւ անկախ լրատվամիջոցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին տեղեկություններ է փոխանցում միայն Ադրբեջանի պետական ազերթաչ գործակալությունը եւ այդ տեղեկությունները ստուգելու հնարավորություն չկա։ Ըստ ազերթաչի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում պատմել է, թե ինչպես է ձերբակալվել Ռուբեն Վարդանյանի հետ միասին։ Գեներալ-մայոր Ալի հərbi rütbəsində xidmət etmiş David Manukyan Բաքվի ռազմական դատարանում 3 հարցաքննվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեկ այլ ներկայացուցիչ, այս անգամ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով դաշնակցական պատգամավոր Գեգամ Մանուկյանի եղբայրն է։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը 2023-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո սեպտեմբերի 27-ին էր առևանգվել ադրբեջանցիների կողմից։ David Manukyan sizi qondarma rejimin 5-ci Միջազգային կառույցների եւ անկախ լրատվամիջոցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին տեղեկություններ է փոխանցել պետական ազերթաչ գործակալությունը, նշելով, թե Մանուկյանն ասել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին մասնակցել է դաշնակցության գումարտակի կազմում, կռվել է Աղդամում եւ Քելբաջարում, հետագայում արդեն եղել է դասակի ու դիվիզիայի հրամանատար, ապա ղեկավարել է Շուշիի գումարտակը։ Մարտակերտում զինվորական զորամաս ղեկավարելիս նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն պարգևատրել է մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալով։ Ապա ինչպես ազերթաչն է փոխանցում, Դավիթ Մանուկյանն ասել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ։ Բարձրաստիճան զինվորականն ասել է, որ այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հրահանգներ է ստացել պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանից։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակում կրճատումներ են տեղի ունեցել։ Մանուկյանը չի մանրամասնել, թե ինչու։ Ամեն դեպքում նշել է, որ 2021 թվականին իրեն բանակից ազատել են Հայաստանի նախագահի հրամանագրով։ Ադրբեջանցի մեղադրող դատախազը երեկվա դատական նիստին հետաքրքրվել է, թե ինչպես եւ որտեղից էին Արցախի պաշտպանական բանակում նշանակումներ կատարվում, ինչպես եւ որտեղից էին աշխատավարձեր տրվել, զինվորական կոչումներ շնորհվել, զենքերը որտեղից են ստացել եւ այլն։ Ըստ ազերթաչի Դավիթ Մանուկյանն ասել է, որ Արցախի նախագահը Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու իրավունք չուներ։ Հայաստանի նախագահն էր այդ նշանակումներն անում կամ կախված կառավարման համակարգից պաշտոնատար այլանց, իսկ զենք զինամթերքը ստացել են Հայաստանից։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ սահմանից հեռու գտնվող ադրբեջանական տարածքների հրթիռակոծությանն, ապա Արցախի պաշտպանական բանակի հրամանատարի տեղակալն ասել է, որ տեղյակ չի եղել այդ մասին, այդ իրադարձություններին ծանոթացել է ավելի ուշ։ Vüsal Abdullayevin sualına cevap olarak bildirdi ki Ադրբեջանցի դատախազը գեներալ-մայորից նաև հետաքրքրվել է Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Մանուկյանը պատմել է, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը 2023-ի սեպտեմբերի 27-ին հայտնվել իր մեքենայում, ապա ձերբակալվել իր հետ միասին Հակարիի կամրջի վրա։
Բարձրաստիճան զինվորական Նստ Ազերթաջի ասել է, թե Արցախի հայաթափության օրերին, երբ բոլորը լքում էին իրենց տները, մեկնելուց առաջ Ռուբեն Վարդանյանին հարցրել է, թե ինչպես է նա մեկնելու։ Վարդանյանը ուսերն է թոթվել, ապա հարցրել է, արդյոք Մանուկյանի մեքենայում տեղ կա։ Նա ասել է, որ հարևանն է ուզում իր հետ գալ, բայց հետո կնոջը զանգահարել ու տեղեկացել է, որ հարևանի տղան արդեն մեքենա է գտել, որից հետո առաջարկել է Ռուբեն Վարդանյանին իր մեքենան նստել։ Ավելի ուշ արդեն իրենց կանգնեցրել են Լաչինի անցակետում։ Իդեպ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում գործը Ադրբեջանն առանձնացրել է Արցախի մյուս ղեկավարների գործից եւ մեղադրվում է մի քանի տասնյակ ծանր հանցանքների մեջ, անցած ամիս Բաքվի բանտից ուղարկած իր հեռախոսային ձայնագրության մեջ հատուկ անդրադարձել էր այս դրվագին, հաստատելով ավելի վաղ մամուլում շրջանառվող այն լուրերը, որ եթե Վարդանյանը այդ պահին չլիներ Դավիթ Մանուկյանի մեքենայում, ապա նա այժմ կլիներ կնոջ Ալվարդի կողքին եւ ոչ թե Բաքվի բանտում։ Վարդանյանը հեռախոսազրույցում նշել էր, որ իրեն մեծ ցավ է պատճառում այդ հանգամանքը, ինչի համար ներողություն էր խնդրել։ Отдельно хочу сказать про одного человека, который для меня, к сожалению, большая боль здесь самая тяжелая, это Пит Алвард. Ալվարդ, եթե ես չլինեի ձեր մեքենայում, ձեր ամուսնու կողքին եւ ձեր հետ, նա հիմա ձեր հետ կլիներ։ Ներեցեք ինձ, սա իմ համար ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով եւս մեկ մարդ տարապում է այստեղ, ձեզ հետ միասին։ Наказание, что из-за меня еще один человек страдает здесь вместе с нами, со всеми. Արդեն իսկ հարցաքննվել են նախագահներ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, Պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ազգային ժողովի նախագահ դաշնակցական Դավիթ Իշխանյանը։ Հայաստանի կառավարությունն արձագանքել է արցախցիների 12 պահանջներին մերժումով։ Բնակվարձի աջակցման ծրագիրը չի վերականգնվի։ Արցախցիները, որ նստացույց են անում Ազատության հրապարակում, կառավարության հետ նամակագրությունը ավարտված են համարում, իսկ ակցիաները կշարունակվեն։ Դարձյալ մերժում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը կառավարությունից ստացել է իրենց վերջին հանրահավաքում հնչեցրած պահանջների պատասխանը։ 12 կետերից միայն մի քանի սոցիալական հարցերի են անդրադարձել, ասում է Մկրտչյանը։ Իրենք դրությամբ մերժել են։ Այնպեսի բան անեկացած, որ կարծես թե իրենք չեն ուսումնասիրել, չեն նայել, չեն փորձել կապստատել։ Կառավարությունից ստացած պատասխանում նախ հանդիմանանք է։ Անտեսվում է պետության մեծածավալ աշխատանքը, 115 միլիարդի ծրագրեր են արել տեղահանվածների համար։ Արցախցիներին հիշեցնում են գործադիրից։ Պատասխանում թվերը շատ են։ Պոլիկլինիկաներից ավելի քան 78,000 արցախցի է օգտվել։ Սոցիալի աջակցությամբ 6200-ը գործ է գտել։ Դպրոցահասակները դպրոց են գնացել։ Իսկ բնակարանային ծրագիրը կառավարությունը աննախադեպ է համարել ու գրել, որ այն նպատակին չի ծառայում ծրագրի հետ կապ չունեցող գործոնների պատճառով։ Ահա այս պատասխանից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները որոշել են շարունակել պայքարը։ Իրենց նպատակն է, որ արցախցին Հայաստանում չապրի։ Խփում են, թե արցախցիները դուրս են եկել, ստամոքսի կռիվ են տալիս, փողի կռիվ են տալիս, բայց այդպիսի բան չկա։ Մեր առաջին պայմանը Արցախ վերադարձն է, բայց բոլորս հասկանում ենք, որ դա 1 օրվա, 5 օրվա, մի ամսվա աշխատանք չէ, դա մի քիչ երկար ճանապարհ է պետք դրան հասնելու համար։ Կառավարության պատասխանում քաղաքական պահանջներին անդրադարձ չկա, վերադարձի իրավունքից մինչև գերիների ազատ արձակում։ Խորհրդի անդամները նոր պատասխանի արդեն չեն սպասում։ Այն ինչ որ գրի առնված է, բոլորը իրատեսական են։ Այդ դա արդյոք իրենց ուժերի մեջ է մտնում, թե ոչ, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Իսկ ինչ վերաբերվում է չխոսել Արցախի մասին, գերիների մասին, կամ չգիտեմ, Ադրբեջանը ստիպում է, որ լուծարվի Մինսկի խումբը, սրանք իհարկե անընդունելի են։ Որևէ իշխանություն կամ որևէ անձ իրավասու չէ փակել Արցախի հարցը։ Խորհրդում իրենց պահանջները երկու մասի են բաժանում՝ առաջնային քաղաքական ու հրատապ սոցիալական։ Այս ամսվա սկզբից բնակվարձի աջակցության 40+10 հազարական դրամի ծրագիրը կրճատվել է։ Այժմ այն միայն խոցելի խմբերի համար է։ Նրանք կստանան 40,000, մի քանի ամսից 30,000 դրամ։ Արցախցիներն ահազանգում էին, որ դրսում են հայտնվելու։ Իրենց համար նախատեսված բնակարանային ծրագիրը հարց չի լուծում։ Եկել եմ մեր տղորանց ցավակցելու, ինչ ասեմ, որ ցանկացած գործ չի դժվում, ես ինձ տենց եմ կարգում։
Դրմբոնը 36 տարի կառավարած Շաբոյանը դրմբոնը Բոնի, Լիսաբոնի, Վաշինգտոնի ու Լոնդոնի կողքին կդներ։ Հիմա Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանում էր։ Ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է Հայաստանի իշխանությունը տեղահանվածներին զրկում գոնե վարձով ապրելու հնարավորությունից ամսական 50,000-ի ծրագրից։ Եթե չի վստահում, թող փողն ուղիղ չտա, խորհրդի առաջարկն է մեջբերում Սուրեն Շաբոյանը։ Պայմանագիրը թող կնքեն տանտիրոջ հետ, իրանք ուզում են 10,000 տան, ուզում են 50 տան, մենք փող չտենանք։ Կառավարության նամակում գրված է ծրագիրը վերանայման ենթակա չէ, այսինքն բոլոր տեղահանվածներին տրամադրվող 40+10-ին վերադարձ չի լինի։ Փոխարենը մեկ այլ ծրագիր են մշակել ու առաջիկայում կհաստատեն։ Եթե ընտանիքի մեկ անդամին 55,000 դրամից պակաս է հասնում, լրացուցիչ 40,000 դրամ կտան ու մյուս անդամներին էլ 10,000-ական։ Փող ու ձրի ապրուստ չենք ուզում, հակադարձում են տեղահանվածների իրավունքներով զբաղվողները։ Նրանք վստահ են, որ կառավարությունը աջակցության ծրագրերը կրճատում է, որ իրենց տիպի բնակարանի սերտիֆիկատ վերցնել, բայց դրանով պնդում են տուն գնել անհնար է։ Մի վայր, ինքան որ տանիք լինի, մենք մեջ ապրենք, կարողանանք յոլա գնանք, մինչև որ պայմաններ կստեղծվի, մենք կգնանք Արցախ։ Այսինքն մեզ պետք է ժամանակավոր կացարան։ Կառավարության հետ նամակագրության ժանրը սպառված են համարում։ Մինչև ապրիլի 15-ը խորհուրդը համախմբման գործով է զբաղվելու։ Ըստ Արտակ Մկրտչյանի ոչ միայն արցախյան, հայաստանյան ու սփյուռքի հանրային ու քաղաքական ուժերին կոչ են անում միանալ իրենց օրակարգին։ Հանրահավաք ու այլ ակցիաներ կհետևեն այս քննարկումներից հետո։ Խորհրդի վրան շտաբի լույսը Ազատության հրապարակում կշարունակի վառ մնալ։ Թուրքը խաղաղություն չի ուզում, ձեր ցավը տանեմ։ Գրեցեք մի տեղ, նա չի ուզում։ Սուրեն Շաբոյանը պահանջագրի բոլոր կետերից վերադարձի իրավունքի հարցն է առաջ մղում, մտածում է, իշխանությունն այդ մասին չի խոսում հանուն խաղաղության, իր խոսքով չլինելիք խաղաղության։ Փոքրիկ ազգերի չարչարանքների մասին մտքերը նրան փակուղի են տանում էսինչ աշխարհավերջաբանով։ Այսօր հազար երկրները կռում են, մենք էլ տուժում ենք, այդ փոքր ազգերը տուժում ենք։ Այսօր ինչ է նշանակում Պաղեստինում։ Հայ չեմ, բայց մարդա չէ։ Երեխան ընդեղ գրկած լացում ասում ոչ մայրս կա, ոչ հայրս, ոչ բանս, էլի վերևից խփում են։ Էս ինչ աշխարհ է։ Ադրբեջանական Silkway ավիաընկերությունը, որ հայտնի է զենքի փոխադրումներով եւ Իսրայելից դեպի Բաքու միայն վերջին 3 ամիսներին 6 թռիչք է իրականացրել, Միացյալ Նահանգներից մի քանի 100 միլիոն դոլարի վարկ է ստացել նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը սա քննարկել է Միացյալ Նահանգների հետ վերջին շփումներում։ ԱԳՆ-ից միայն ասում են Երևանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները կապ չունեն երրորդ երկրների հետ ԱՄՆ համագործակցության հետ։ Ամերիկյան կառավարական Էքզիմ բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց ադրբեջանական Silkway ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառ։ Փաստը, որ Silkway-ի օդանավերն ըստ հեղինակավոր լրատվամիջոցների զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silkway-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։ Էքզիմ բանկի կողմից Silkway-ի համար Boeing-ների ֆինանսավորման առաջին տեղեկությունները տարածվեցին հունվարի սկզբին։ Բանկը հանրային մեկնաբանություններ էր հավաքում գործարքը ֆինանսավորելու վերաբերյալ։ Մատակարարվելիք ինքնաթիռների քանակը կողմերը չեն հայտնում։ Այս գործարքներում մի դեպքում վարկի երաշխավոր հանդես է եկել իսպանական Santander բանկը, մյուս կողմից ամերիկյան մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան։ Իսպանական բանկը մեր ռադիոկայանի հարցին ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել այս գործարքում իր դերը։ Մինչ այդ ազատությունը պարզել է, որ Silkway-ի վարկավորման գործարքը հաստատած Էքզիմի բարձրաստիճան պաշտոնյաներից առնվազն մեկը Ադրբեջանի հետ աշխատելու տարիների փորձ ունի։ Չերիլ Քոնլինը 2021-ի ապրիլին մասնակցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած վիրտուալ մի ֆորումի, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն ու գործարարները ներկայացնում են լոգիստիկ հարցերում ամերիկյան տեխնոլոգիաները, ֆինանսական հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են պաշտոնյաներ Թուրքիայից, Վրաստանից, խոսել տարածաշրջանի արևելք արևմուտք տարանցիկ միջանցքի, Միացյալ Նահանգների առևտրային լուծումներից։ 2017-ին Քոնլինը մասնակցել էր նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների առևտրային պալատի կազմակերպած մի միջոցառման եւ խոսել Էքզիմի կողմից ադրբեջանական ընկերությունների հետ իրականացրած ծրագրերից։ Իդեպ Էքզիմի ներկայացուցիչներն անցած նոյեմբերին էլ Բաքվում մասնակցում էին COP29-ին։
Ամերիկյան ֆինանսական աջակցություն վայելող ադրբեջանական Silkway-ը հայտնի է հակամարտությունների գոտի զենքի փոխադրումներով։ Մեր ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը դեռևս 15 տարի առաջ էր պարզել, որ ավիաընկերության վերջնական բաժնետերերից մեկը Ալիևի ընտանիքն է։ Չնայած ավիաընկերության կասկածելի կապերին, Exim բանկը ըստ կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի OCCRP-ի նախկինում էլ է միլիոնավոր դոլարների հատկացում տրամադրել ադրբեջանական Silkway-ին։ Նախ 2014-ին մոտ 420 միլիոն, 2017-ին էլ կրկնապատկել այդ գումարը հասցնելով 1 միլիարդ դոլարի։ Հսկայածավալ գումարները նախատեսված էին ավելի քան 1 տասնյակից ավելի Boeing-ներ գնելու համար։ Այն, որ Silkway-ը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական արշավներում, բազմաթիվ հետաքննություններ են փաստել։ 2023-ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումներից մոտ 2 շաբաթ առաջ հետքը գրել էր, որ օգոստոս-սեպտեմբերին Silkway-ը իսրայելական Ovda ավիաբազայից դեպի Բաքու 4 չվերթ էր իրականացրել, տեղափոխելով պայթուցիկ ռազմամթերք։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ևս ադրբեջանական այդ ավիաընկերությունը ակտիվ փոխադրումներ էր իրականացնում դեպի Ադրբեջան Իսրայելից, Թուրքիայից, Աֆղանստանից։ Silkway-ին վարկավորելու ռիսկերի հետ կապված մեր հարցումներին Exim բանկն ուղիղ չի պատասխանել, միայն նշելով, որ իր կանոնադրության համաձայն խստորեն գնահատում է իր մասնակիցների ու շահառուների այն գործարքները, որ բանկը ֆինանսավորել է ու սերտորեն հետևում է Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումներին։ Exim-ի առաքելությունն է աջակցել ամերիկյան աշխատատեղերին տրամադրելով վարկեր, երաշխիքներ և կամ ապահովագրություն, նպաստելով ԱՄՆ-ում արտադրված ապրանքների ու ծառայությունների գնմանը։ Ինչ վերաբերում է Silkway Airlines-ի և Exim-ի համագործակցության բնույթին, մենք նշում ենք, որ Silkway West Airlines-ն է լինելու ԱՄՆ-ում արտադրված այս օդանավերի վարձակալն ու վերջնական օգտագործողը, ինչպես նաև վարկերի մարման աղբյուրը։ Exim-ը երաշխավորելու է այդ վարկերը։ Միևնույն ժամանակ ամերիկյան կառավարական գործակալությունը չի պատասխանել հարցերին, թե արդյոք մինչ Silkway-ի վարկավորման որոշումը պետական այլ մարմիններ նկատառումներ ու դիտողություն ներկայացրել են այս գործարքի վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարությունից Ազատությունը փորձել է պարզել ադրբեջանական ավիաընկերության այս վարկավորումն արդյոք քննարկման առարկա է դարձել Հայաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների կամ գերատեսչությունների միջև վերջին շրջանի շփումներում, քննարկումներում։ Արտգործնախարարությունն ի պատասխան շեշտել է, Վաշինգտոնի հետ Երևանի հարաբերությունները ծավալվում են ռազմավարական գործընկերության ձևաչափում և պայմանավորված չեն Միացյալ Նահանգներ և երրորդ երկրների միջև երկկողմ համագործակցությամբ։ ԱՄՆ պետքարտուղարությունը ադրբեջանա-ամերիկյան բազմամիլիոնանոց գործարքի վերաբերյալ ազատության հարցերին չի արձագանքել։ Մինչ ամերիկյան Exim բանկը Silkway-ի նոր վարկավորումներ հաջողությամբ ավարտում, ադրբեջանական ավիաընկերությունը շարունակում է նոր թռիչքներ իրականացնել, բեռներ տեղափոխելով Իսրայելից Ադրբեջան։ Հետքի նոր հետաքննությունը փաստում է, անցած 3 ամիսներին իսրայելական Ovda ավիաբազայից 6 թռիչք է կատարվել դեպի Բաքու։ Իսրայելական Հaaretz օրաթերթը նախկինում շեշտել էր, որ Ovda ավիաբազան օգտագործվում է պայթուցիկ ռազմամթերք տեղափոխելու համար։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Գյումրիի նորընտիր իրավականու առաջին նիստը ապրիլի 16-ին է, հենց այդ օրը պետք է քաղաքապետ ընտրվի, ընդդիմադիրների աջակցությունը ստացած Վարդան Ղուկասյանն անակնկալներ չի սպասում։ Կառավարությունը ցանկանում է խստացնել ծառայությունից կամ վարժական հավաքներից խուսափողների համար նախատեսված պատիժը, իրավապաշտպանները հորդորում են երևույթի պատճառները վերացնել։ Ռուսաստանը 3 հարվածել է Կրիվոյ Ռոգին։ Նախագահ Զելենսկիի հայրենի քաղաքի վրա հարձակումը խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկն է, զոհերի թվում երեխաներ կան։ Գյումրիում ընտրություններն անցան, վերջնական արդյունքները վաղը կամփոփվեն, իսկ 10 օր անց ընտրված ավականին արդեն մանդատ կստանա և Գյումրու քաղաքապետ կընտրի։ Ենթադրվում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ կվերադառնա իր պաշտոնին, քանի որ ընդդիմադիր խմբակցություններն արդեն հայտարարել են հենց Ղուկասյանին, այլ ոչ թե քաղաքացիական պայմանագրի թեկնածուին սատարելու մասին։
Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի ապրիլի 16-ին ազատությանը փոխանցեցին ընտրատարածքային հանձնաժողովից։ Առաջին նիստում 33 հոգանոց ու 5 ուժից բաղկացած ավագանին քաղաքապետ կընտրի։ Որովհետև Աստված ընդմեզ է։ Ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանի երեկվա հայտարարությունից արդեն պարզ է, որ 13 տարվա ընդմիջումից հետո քաղաքապետի պաշտոնում կընտրվի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Ավագանի անցած մյուս 3 ընդդիմադիր ուժերը կապահովեն անհրաժեշտ ձայները, իսկ իշխանական ՔՊ-ի ստացած 14 մանդատները բավարար չեն միայնակ քաղաքապետ ընտրելու համար։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 90-ականների վերջից մինչև 2012 թվականը ղեկավարած Վարդան Ղուկասյանը վստահ է, որ առաջին նիստում անակնկալներ չեն լինի։ Մենք ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա։ Հələ դու ինձ նայի, աբրացիս նայի բան։ Ուրեմն ՔՊ-ն կարող ինձանից մարդ տանի ու մենք իրանցից չենք կարող տանել։ Ես այդ բաներին չեմ ուզում պատասխանել, կապրենք կտեսնենք ամեն ինչ, հասկացար, ես գիտեմ, որ լավ է լինելու։ Քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, Ղուկասյանը միաժամանակ արդեն հայտարարում է, որ պահելու է սուբորդինացիան։ Ես պահելու եմ սուբորդինացիան։ Ուրեմն Какой привет, такой ответ։ Ինչ ձևի իրանք պահեցին, նույնը ես եմ պահելու։ Քաղաքական առումով ես իրանց քաղաքականությունը չեմ կիսում, իրենց հետ համամիտ չեմ, իրանց հետ դեմ եմ։ Բայց քաղաքի հետ խնդիրների հետ կապված, քաղաքի եւ պետության շահերի հետ կապված, ուրեմն եթե որևիցե մի խնդիր լինի, կպահեմ ճիշտ։ Եթե ոչ, բարձրաձայնեմ, թող ամբողջ երկիրը իմանա, թե ոնց են պահում ընդդիմադիր տեխնազոյի ու քաղաքի նկատմամբ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերով անցնող 64-ամյա Ղուկասյանը հաստատեց, փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մի ուժի չի տա։ Դա բացատրում է իր հնարավոր ձերբակալությամբ ու ասում, որ իր բացակայության պայմաններում միայն իր մտերիմին է վստահում քաղաքի կառավարումը։ Ավելին, բացահայտեց, թե ում է առաջարկելու այդ պաշտոնը, իր դստեր ամուսնուն, որը Կոմկուսի ցուցակի երկրորդ համարն է։ Առաջի փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Սարաքելյանը։ Մի պաշտոն էլ առաջարկեց իրեն աջակցող Իմ հզոր համայնք դաշինքը գլխավորող գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին։ Որպես մշակույթի ներկայացուցիչ առաջարկում եմ հենց իրեն հիմա մշակույթի բաժինը ինքը ղեկավարի, շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ ինքը ղեկավարի, աշխատենք միասին։ Ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը, որ սպանությամբ ուղեկցված ընտանեկան ու քաղաքական վաղեմի հակամարտություն ունի Ղուկասյանի հետ, 3 հստակ ընդգծել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումն իր համար ծանր է եղել։ Գրիգորյանը միաժամանակ Ղուկասյանին ամենախոցելի թեկնածուն էր որակել նրա դեմ հարուցված գործերի պատճառով։ Բացի պաշտոնական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերից Ղուկասյանին առնչվող մի վարույթ էլ հարուցվել է այս երեքշաբթի։ Դրանով նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով հարուցված վարույթը քարոզարշավի վերջին օրերին տարածված մի ձայնագրության հետքերով է, որում ենթադրաբար Ղուկասյանը սպառնալիքներ ու հայոյանքներ է տեղում Գյումրիի շուկաներից մեկի աշխատողների հասցեին։ Հեռախոսի մյուս կողմում գտնվող անձին հանձնարարելով նրանց հետ հանդիպում կազմակերպել։ Մտավախություն չունի, որ հենց այս վարույթի շրջանակներում իրեն կկալանավորեն։ Դա այդտեղ եղած չեղած մի հաշիվ է, ավելի լուրջ խնդիրներ կան։ Թող մտածեն 378 եկեղեցիները, որ թուրքերին տվել են, թող մտածեն 12500 քառակուսի մետր, ուրեմն հողերը, որ 1000 տվել են թուրքերին, մտածեն 12 քաղաքի ու 241 գյուղերի մասին մտածեն եւ այնքան նմանատիպ խնդիրներ կա, որ այդ դարդը թողել են ընկել են այդ զայնագրությունը նախ թող մտածեն, դե Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջանական լեզուն, դե դրա համար ինչ են մտածում, կա ինչ որ արհեստական բանականություն է կոչում, հա, դե այդպես թող գնան խորանան կտեսնեն, որ շատ հարցեր, դա ինձ համար սովորական բան է, չէ, հեքիաթներ են։ Գյումրիի ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվելու են վաղը, մանդատները նորընտիր ավագանու անդամները կստանան ապրիլի 14-ին։ Կառավարությունը ցանկանում է խստացնել ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափողների համար նախատեսված պատիժը, պատճառաբանելով, որ վերջին շրջանում ավելի շատ են ծառայությունից եւ հավաքներից խուսափողները։ Իրավապաշտպանները նշում են, որ կառավարությունը պետք է երևույթի խորքային պատճառներն ուսումնասիրի եւ դրանց դեմն առնի։
Ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքից խուսափելու համար կառավարությունն ավելի խիստ, գործողից 1 տարով շատ պատիժ է նախատեսում։ Գործադիրն առաջարկում է պարտադիր ծառայությունից խուսափելու համար 3-ից 6 տարի, իսկ 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու դեպքում 1-ից 3 տարի ազատազրկում։ Նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունը պատժաչափերի խստացումը հիմնավորել է ծառայությունից, հավաքներից խուսափողների թվի աճով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն միայն անցած 2 տարում պարտադիր զինվորական ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափելու հոդվածներով ավելի քան 3000 քրեական գործ է հարուցվել։ Թե քանի քաղաքացու է մեղադրանք առաջադրվել, չի հրապարակվում։ Ներկայում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին։ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները գործադիրի նիստում հավանության արժանացան։ Հարցը սակայն չզեկուցվող էր։ Այդ պատճառով կառավարության անդամների մյուս հիմնավորումներին հնարավոր չէր ծանոթանալ։ Արդարադատության նախարարության առաջարկած այս փոփոխություններն օրենքով ամրագրելու համար դեռ պետք է խորհրդարանում քննարկվեն ու 2 ընթերցում անցնեն։ Այստեղ կառավարության առաջին հերթին գործառույթը պետք է լիներ բարձելու, թե ինչու են անձինք խուսափում զինվորական ծառայությունից։ Բանակի հարցերով զբաղվող փորձագետները խնդրահարույց են համարում խստացումները այն դեպքում, երբ զինված ուժերում բազմաթիվ են չլուծված խնդիրները։ Երբ որ տեսնում ես յուրաքանչյուր տարի ունենք չնվազող միտում մահվան դեպքերի, որոնց 70%-ից ավելին միջինում, հանդիսանում են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը եւ դրանց 1/3 մասն էլ հանդիսանում են ինքնասպանության եւ սպանության հետևանքով մահվան դեպքերը, սա արդեն շատ լուրջ ազդակ է անձանց համար չվստահելու կառույցին, չվստահելու այն համակարգին, որը գործում է եւ վստահ չլինելու, որ անձանց իրենց անվտանգությունը ապահոված է լինելու զինված ուժերում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, որ 25-օրյա վարժական հավաքներին առնչվող խնդիրներ էլ կան, որ մարդկանց ստիպում են խուսափել մասնակցել դրանց։ Պատճառներից մեկը իրավապաշտպանների համոզմամբ նաև ֆինանսական գործոնն է։ Մովսեսյանի խոսքով մասնակիցները հաճախ իրենց աշխատավարձին համարժեք փոխհատուցում չեն ստանում հավաքներին մասնակցելիս։ Կան մարդիկ, ովքեր չեն հանդիսանում գրանցված աշխատող, օրինակ տաքսի են վարում եւ այլն, եւ իրենց եկամտի միակ աղբյուրը հանդիսանում է նման աշխատանքը։ Այդ դեպքում եւ ունենալով օրինակ վարկային պարտավորություններ եւ զորակոչվելով ենթարկվելով վարժական հավաքների, կարող են մարդիկ ունենալ ֆինանսական բավականին մեծ խնդիրներ կապված նաև բանկերի հետ։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ է պնդում ծառայությունից հավաքներից խուսափելու պատճառները ոչ միայն առանձին գործոններով են պայմանավորված, այլ նաև ընդհանուր բանակի նկատմամբ վստահության անկմամբ։ Աբրահամյանը համոզված է, վստահությունը զինված ուժերի նկատմամբ կտրուկ նվազել է գործող իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ խոսել եւ մարդկանց, ովքեր ամեն գնով փորձում են կամ փորձել են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից եւ մարդկանց հետ, ովքեր խուսափում են վարժական հավաքներից։ Պատճառները շատ են, բայց առաջինը, ինչպես ես արդեն նշեցի, խնդիրը պետության, այս դեպքում իշխանության նկատմամբ անվստահությունն է եւ մարդիկ համոզված չեն, որ որևէ մարտական խնդիր լուծելիս կամ ծառայությունը իրականացնելիս իրենց որդիները կամ ընտանիքի անդամները պետության կողմից չեն լքվի, պետության կողմից չեն դավաճանվի։ Ըստ ընդդիմադիր падգամավորի իշխանությունը միշտ նման խստացումները պետք է վերհաներ բանակի նկատմամբ անվստահության պատճառներն ու փորձեր լուծել դրանք։ Աբրահամյանը սակայն թերահավատ է, թե գործող կառավարությունը ունի այդ կամքը։ Մի կառավարություն, որը 7 տարի է իշխանության ղեկին է, եւ ոչ միայն այս ընթացքում որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել այս խնդիրների հանգուցալուծման տեսանկյունից, այլ հակառակը շատ ավելի է իր հանրային խոսքով եւ իր գործողություններով խորացրել անջրպետը։ Բնականաբար այս տեսանկյունից կա մեկ բան, որը կարելի է կարծել, որ այս իշխանությունը չունի անհրաժեշտ կամք, դրա տակ ինչ ուզում եք կարող եք դնել մասնագիտական մոտեցում, քաղաքական առաջնահերթություն, ինչ ուզում եք կարող ենք դնել։ Հիմա հավաքական առումով մեր հասարակության համար կամ մեր քաղաքացու տեսանկյունից կա խնդիր, որը ոչ միայն չի լուծվում, այլ գնալով դա շատ ավելի բարդացում է առաջացնում պետության համար։
Իշխանությունն ինքն է ընդունում բանակում խնդիրների առկայությունն ու պարբերաբար խոսում իրականացվող բարեփոխումներից։ Միևնույն ժամանակ եւ վարչապետը եւ պաշտպանության նախարարը հայտարարում են, թե ռազմական կառույցում արկա խնդիրների արմատները դրանից դուրս են ձևավորվել։ Այդ խնդիրները կարող են գալ բանակում զարգանալ մի քիչ ձևափոխվել, բայց չկա որևէ խնդրեմ, որի սեփականատերը բանակն է։ Մենք կարող ենք ասել, այ բանակը այդ խնդրեմը ստեղծեց, գոյություն չունի տենց խնդրեմ։ Զինված ուժերի բարեփոխումը կառավարության 2021-26 թվականների ծրագրում է ամրագրված։ Պետությունն իր առջև դրել է օրինակ աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի անցնելու, զինված ուժերի կառավարման եւ ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերը։ Փաստաթղթում շեշտվում է, որ գործադիրը խթանելու է բանակում կարգապահությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ առավելագույն ջանքեր է գործադրելու ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը բացառելու ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը անցած տարեվերջին էլ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգն ընդունեց, որում ի թիվս այլ հարցերի նաև կարգապահության մակարդակի բարձրացումից է խոսվում։ Իրավապաշտպանները սակայն փաստում են, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը վերջին տարիների ընթացքում չեն նվազել։ Կարգապահական լուրջ խնդիրներ կան, որոնց հետևանքով էլ չեն կանխվում զինվորների մահվան դեպքերը։ Անցած տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայողական թանկարժեք մեքենաներից հրաժարվելու կոչ արեց։ Տեսնենք, ինչ ազդեցություն է այդ կոչն ունեցել Լոռու մարզում, Սպիտակում եւ Ալավերդիում։ Ալավերդու համայնքապետարանը հետ է կանգնել $77,000 արժողությամբ ծառայողական մեքենա գնելու մտադրությունից։ Այս գումարը բյուջեում եւ այս տարվա աշխատանքային պլանում ներառվել էր անցած տարվա վերջին։ 3 ամիս անց արդեն այսօր Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանն Ազատությանն ասում է, չնայած ծառայողականի կարիք ունեն, բայց մտափոխվել են ու բյուջեով նախատեսված 30 միլիոն դրամը կուղղեն այլ նպատակի՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը։ Նախատեսված եղել է, բայց մենք այս բանը չենք նախատեսում գնել ու առաջիկայում էլ չենք նախատեսում գնել։ Ավականին այս 30 միլիոն դրամանոց ծառայողականի գնումը հաստատել էր հենց այն օրերին, երբ վարչապետը պահանջել էր կրճատել ծառայողական մեքենաների քանակը։ Նա կառավարության նիստում սպառնացել էր սահմանափակել համայնքների պետական սուբվենցիաները իր պահանջներին չհետևելու դեպքում։ Կրկին ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, մեր բոլոր համայնքների հարգելի ղեկավարներին այդ ուղերձները պետք է հստակ տալ, որ մասնավորապես ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ մենք կայացրել ենք, այդ որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ եւ այն սկզբունքը, որ ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի, բոլոր համայնքներում առանց բացառության։ Իհարկե այն համայնքները, ովքեր չեն ուզենա կիրառեն, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն սուբվենցիոն ծրագրերի եւ այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն։ Ավելի վաղ իր Facebook-յան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ գծչի հարվածով կրճատում էր ծառայողական մեքենաները։ Նույն օրը երեկոյան հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արդեն խոսել էր կացնային գործողությունների մասին։ Հիմա, քանի որ այս ժամանակը եւ հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված եւ խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հարգանքով այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով, որովհետեւ մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային եւ ոչ հրապարակային ասածներին, հիմա ստիպված կացինով պետք է։ Հիմա քանի տոկոսն է կացինով կտրելու։ Շատ մեծ տոկոսը, շատ մեծ տոկոսը։ 80, 90, 70, 40 մոտավորապես այդքան։ Չնայած այս զգուշացումներին Ալավերդու ավականին առանց ընդդիմության մասնակցության հաստատել էր թանկարժեք մեքենայի ձեռքբերումը արդեն այս տարվա ծախսերի մեջ։ 3 ամիս անց համայնքապետը այն ավելորդ ծախս է համարում։ Ինչով պայմանավորված, որ վարչապետը համայնքում ավելի շատ բացի այո վարչապետի հրահանգներ, նաև համայնքում խնդիրներ կա գյուղատնտեսական եւ աղբանության համար, տեխնիկաների համար այդ տողոք գումարները օգտագործվում։ Ծառայական այսպիսի մեքենա չեն գնելու միանշանակ։ Ալավերդու ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, որ պաշտոնավարում է ավելի քան 1 տարի, անցած տարեվերջին ծառայողական մեքենան ավելորդ չի համարել։ Ազատության հարցին, թե ինչու է այն ներառվել աշխատանքային պլանում, եթե ավելի կարևոր խնդիրներ կային, Ղումաշյանը հրաժարվեց մեկնաբանել, առաջարկեց գրավոր դիմել ու անջատեց հեռախոսը։ Դեկտեմբերին ինչով ա եղել պայմանավորված, որ նախատեսել եք, հիմա չէ, հետո եք պարզել, որ ավելի կարևոր խնդիրներ կան։ Բերեք բան արեք, էլի գրավոր
Չէ, հիմա ասենք դեկտեմբերին ճիշտ եմ հասկանում, որ Խումաշյանը նշեց, թե արդեն 7 ծառայողական մեքենա կրճատել են առանց մանրամասնելու, թե ինչ վիճակում են դրանք գտնվել, արդյոք մինչև այժմ շահագործվում էին կամ արդյոք օտարելու դեպքում համայնքին շահույթ կբերեն։ Կրճատացել գնահատելու ենք վաճառակ։ Մինչդեռ Լոռու մարզի մեկ այլ համայնքում Սպիտակում անցած տարվա ամռանը ծառայողական մեքենայի պատմությունն այլ ընթացք էր ստացել։ Այնտեղ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը ունենալով ընդամենը 3 տարեկան Lexus ձեռք էր բերել նոր $46,000 ամենագնաց։ Դա համայնքապետարանի ունեցած 6 ծառայողականներից մեկն էր։ Ավականին միաձայն համաձայնել ու հաստատել էր թանկարժեք գնումը։ Թե ինչու էր ընդամենը մի քանի տարեկան Lexus-ի փոխարեն Սպիտակի համայնքապետարանը նոր կրկնակի թանկ մեքենա ձեռք բերել, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը խուսափել էր ուղիղ պատասխանել ազատության հարցին, հորդորել էր գրավոր հարցում ուղարկել։ Հիմա ինչ հարց ունեք, խնդրում եմ գրավոր գրեք, պատասխանեք։ Հետագայում նա գրավոր պատասխանել էր, թե Lexus-ը վթարի է ենթարկվել եւ չի շահագործվում։ Վթարի գործով քրեական վարույթ այդպես էլ չեղավ։ Վթարված Lexus-ի ճակատագիրն էլ դեռ անհայտ է։ Դրա փոխարեն համայնքի ղեկավարը նոր Geely Monjaro ամենագնաց ունի։ Սպիտակի ծառայողականի ձեռքբերումը թեև լայն քննարկման արժանացավ լրատվամիջոցներում, որևէ հետևանք այդպես էլ չունեցավ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո էր պարբերաբար հայտարարում պետական մեքենաների օպտիմալացման քաղաքականության ու դրա հաշվին խնայողություններ անելու մասին։ Մինչդեռ Ալավերդին, կարծես հետևելով վարչապետի պահանջներին, հրաժարվեց նմանատիպ ծախսից։ Ապրիլի 4-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի բնակելի թաղամասի ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, որոնց թվում 9 երեխա, հայտնում են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։ Նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի քաղաքի վրա հարձակումը դարձել է այս տարի խաղաղ բնակիչների վրա ամենամահաբեր հարձակումներից մեկը։ Ներքին գործերի նախարարի փոխանցմամբ ավելի քան 50 մարդ վիրավորվել է, նրանց թիվը կարող է աճել։ Հարվածի հետևանքով վնասվել են մոտ 2 տասնյակ բարձրահարկ շենքեր, ավելի քան 30 ավտոմեքենա, դպրոցներ և ռեստորաններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման թիրախը քաղաքում ռազմական պաշտոնյաների հանդիպումներ և հարվածն էլ բնութագրել որպես բարձր ճշգրտության։ Ազատության սիստեմա հետաքննական նախագիծը սակայն պարզել է, որ ռուսական հարվածների թիրախում է եղել մի ռեստորան, որտեղ այդ պահին համաժողով է անցկացվել, այցելուներից մեկն էլ ծննդյան օրներ նշում։ Ես Բաքյունի լույսը չեմ տեսել, միայն ձայնը լսեցի, բոլոր պատուհանների ապակիները վրաս լցվեցին, բայց զարմանալիորեն վնասվածքներ չստացա։ Երեխաներ էին ընկած, ծնողները լաց էին լինում, սարսափելի էր, մեծ փոս կարծուխ էր դուրս գալիս այնտեղից, որտեղ հարվածը եղել էր։ Պայթյունի ուժեղ ալիք էր, ուղիղ խաղահրապարակին էր հարվածը, ու հետո ալիքը տարածվեց այս կողմ։ Մենք պարկած էինք, երբ պայթյունը եղավ, նաև հեռուստացույցը ընկավ դրված տեղից։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն երկուշաբթի ժամը 16-ից։ Հաջողություն։